Քոչարյանին 3 շտապ օգնություն, երկրորդ շտապ օգնության մեքենա, բավականին խիստ հսկողություն, տեղափոխել հիվանդանոց, երկրորդ անգամ ձերբակալման որոշում են ներկայացրել, որտեղ այդ որոշումները առաջվա նման 72 ժամանոց չեն, 24 ժամ, որոշ ռեժիմների դեպքում 12 ժամանոց ռեժիմ է, եւ երկրորդ ուրեմն որոշումը Եվ հիմա հակակոռուպցիոն ինչ է ասում փաստաբան Արամ Օրբելյանը տեղափոխում են հակակոռուպցիոն դատարան, այս լուրը 2-2.5 ժամ առաջվա լուր է։ Հակակոռուպցիոն դատարան խափանման միջոց ընտրելու համար առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրանքը սա է առայժմ։ Խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդություն։ Ահա սա է։ 3 արդեն, ինչպես ասացի, Սետրակ Քոչարյանը, սա Քոչարյանի ավագ որդին է, այն շատ ուժեղ բիզնեսմենների ընտանիք է, ինչպես գիտեք, եւ այդ մասին իրենք բազմիցս խոսել են։ Լևոն Քոչարյանն էլ էր այդ մասին խոսում, որ բարբերաբար է խոսվել, որ իրենք Էլտուսուս մագարտագի բիզնեսմեններ են եւ այդով հալալ քրտինքով են ստեղծել իրենց հարստությունը, այնպես որ իրենք ամեն կոպեկի, ամեն ցենտի, ամեն բաժնե տոմսի համար պատրաստ են հաշվետու լինել եւ դրա համար հաշտության չեն գնում ապօրինի գույքի վերադարձի քիչ առաջ նկարագրածս գործով, ահա այսպես։ Ուրեմն մտերիմների հետ իր նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինցու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այդ ցանկը Երևանից հրապարակվել է, լիքը տեղ պտտվել է, շատ էժանով ձեռք բերել 2 հեկտար, 8 հեկտար, հետո փոխանակել ինչ-որ հողի հետ, մեկ էլ շատ թանկ գնով այդ հողը ծախել։ Ու բազմաթիվ այդպիսի օրինակներ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություններում դրանք հստակ երևում են, ես այդ ամբողջ ցանկը չեմ կարդա, դա այնքան էլ էական չէ հիմա, շատերը իմացել են, որը ինչպես, բաժնետիրություն, Toyota Երևան, ապահովագրական ընկերություններ եւ այլն, մի ահռելի քանակության գույքի բաժնետիրության մասին է խոսքը։ Ուրեմն 2 հոգու անունը տվեցինք, Սետրակ եւ Ռոբերտ Քոչարյաններ, եւս 4 հոգի, որոնց անունները ոնց որ թե առայժմ պաշտոնապես չեն հրապարակվել, ոչ պաշտոնական զրույցների բաների միջի եղած անուն ազգանունները ես չկարդամ։ Մեղադրանքների հետ կապված ուրեմն Անդրանիկ Մարգարյան կա այնտեղ, Սամվել Մայրապետյան կա եւ ուրիշներ։ Անդրանիկ Մարգարյանը հանգուցյալ է, ինչպես գիտեք, Սամվել Մայրապետյանը արտասահմանում է, հետախուզման մեջ է, իմ հիշելով չի հանվել այդ հետախուզումը, այսպիսի պատմություններ։ Ինչ կար ուրիշ սրա հետ կապված կապարակնքվել է ուրեմն Toyota Երևան ընկերությունը, մի շարք ուրիշ ընկերություններ, Պրեկոմեշի բանը գրասենյակը եւ էլի մի քանի ուրիշ օբյեկտներ, որոնցից մեկում դու միասա մարդ էր մնացել, այսօր զվարճալի բանել եղավ, նորից գնացին բացեցին այդ մարդուն հանեն, էլի կապարակնքելուց հետո ինքնազգացողությունը Քոչարյանի վատացել էր, դրա համար էին տարել հիվանդանոց բժշկական կենտրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Զեյնալյանը Ազատության ռադիոկայանին հայտնել է, որ այդ պահին երկրորդ նախագահը հետազոտվում է, այդ 3 եւ հետազոտվում էր։ Էլ ինչ կա սրա հետ կապված, սպասում ենք րոպե, թե ինչ տեղեկություն կլինի։ Մի վարքյան։ Դե մեղադրանքները այնքան են կարդացել, որ արդեն անգիր գիտեք, ազգային ժողովի ելույթները այս կապակցությունների հետ կապված, այս կապակցությամբ, այսպես ասենք, ներող կլինեք, փլավ ստացվեց ֆրանսերեն եղավ մի քիչ, հա, երեխաների հանգամանքի չարաշահումը կամ շահարկումը։ Տունը երեխա կա 3 հատ, բան, այս ինչ թազամոդա է, ինչ որ նոր բան է, հարգելի հայրենակիցներ։ Այն մյուս նախկինում կամ ապագայում կալանավորվելիք մարդկանց տներում երեխաներ չկան, այս ինչ ասելու բան է։
կամ պետք է քրեական օրենսգրքի մեջ զեղչեր կրվեն, զեղչերի գլուխ բացվի, եթե տանը կա մի երեխա, ուրեմն հետախուզումը արվում է այսպես, կամ ինչ է անունը, խուզարկությունը արվում է այսպես։ Եթե տանը կա երկու երեխա, ձերբակալումը արվում է բանով, ռետինե ծեռնոցներով։ Եթե տանը կա 3 երեխա, ձերբակալություն կամ խուզարկություն չպետք է արվի, պետք է սպասել, որ երեխաները քնեն։ Բոլոր երեքներ պիտի քնած լինեն եւ այդ սենյակում երեխայի մահճակալի տակ մահճակալում պիտի խուզարկություններ չարվեն։ Ձեռ եք առել ձեզ։ Լիք օրինակներ բերվեցին հնից, թե ինչպես էին խուզարկվում մարդկանց տները, որտեղ երեխաներ կային։ Լինում էր այդպես, գիտեք, լինում է, այնպես չէ որ մենակ Քոչարյանենց ընտանիքում երեխա կար եւ այդ տներում խուզարկություններ էին արվում կամ մարդիկ էին էլի ձերբակալվում։ Այս տեսակ պաշտպանությունը մանկապարտեզ է հիշեցնում, ինչ որ ջրալի պատմություն է հիշեցնում, որը ահագին խնդալու տրության մեջ է դնում այն մարդկանց, ովքեր այս տեսակ զեղչեր են պահանջում, երեխաներ։ Սեթրագը ուժեղ տղա է կդիմանա, Ղազինյանն է ասում, ուժեղ Հայաստանի ականավոր պատգամավորը, որը չընտրվեց տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ Նրա փոխարեն առաջադրվել է, ինչպես ասացի, Իրինա Յոլյանը, այսօր հարց ու պատասխան ելույթները չսպառվեցին, եկուտ շարունակվելու են այդ ելույթները, տեսնենք ինչ է ստացվելու, հարգելի բարեկամներ, այդ ելույթների եւ քվեարկության արդյունքում։ Այստեղ մի հետաքրքիր բան կա, Սեթրագն ուժեղ տղա է կդիմանա եւ շարունակությունը մտքի։ Պարոն Ղազինյանն ասում է, Եվրամիության որ երկրում է սենց բան հնարավոր, իմ կարծիքով ոչ մի։ Այստեղ շատ հետաքրքիր է, թե պարոն Ղազինյանն չի է Եվրամիությունը օրինակ բերում եւ Ռուսաստանի Դաշնությունը օրինակ չի բերում։ Լուրջ է ընդունել, որ Եվրամիության Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը, որ լինելու է իրենց կուսակցությունից, եթե լինի, այսինքն եղավ արդեն այսօր։ Ուրեմն հաստատ իրենք արդեն եվրաինտեգրման ուղղություն են վերցնելու։ Ապա որ հանգարտ Պուտինը զանգի կամ ինչ է անուն այդ մարդու, Պիսկովը զանգի, ասի, պարոն Ղազինյան, դուք ոնց որ թե պրոկրեմլական դիրքորոշում ունեք, ինչի Ռուսաստանը օրինակ չեք բերում որպես այնպիսի բարենպաստ երկրի, որտեղ նման բան հնարավոր չէ։ Ինչ է եղել, որ Սեթրագն ուժեղ տղա է կդիմանա։ Այդ կդիմանան ինչ է եղել։ Ինչ է եղել, այդ հարստությանը դիմացողը կալանքին էլ կդիմանա, վերջում տեղի կունենա արդարադատություն, ինչպես գիտեք, ստեղ տեղի չունենա արդարադատությունը, տեղի կունենա մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որ ճանապարհով անցել են հարյուրավոր Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ։ Բա ինչ է, փորձությունը մարդու համար է, բա գիտեք, այդքան փողին դիմանալը հեշտ է, բանդին դիմանալը դժվար պետք է լինի, կդիմանա։ Այստեղ հարցը այն է, թե ուժեղ Հայաստանի այս ականավոր գործիչը, էլի կան այդպիսի գործիչներ, ինչու են երկակի ստանդարտներով վարվում։ Մի կողմից Եվրամիությունը այնքան էլ լավ բան չէ, Ռուսաստանը շատ լավ բան է, բայց հենց համեմատություն է բան է լինում, ասում է Եվրամիությունում Եվրամիության որ երկրում է սենց բան հնարավոր։ Այս սենց բան ասողներին, այով խոսողներին, խի, բան, բոլոր պատգամավորների մասին եմ խոսում։ Դուք երբ պետք է հարգեք Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքը։ Դա ասում է, որ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, ոչ թե հայերենն է, այլ գրական հայերենն է։ Ով պետք է հետևի սրան։ Սա իմիջայլոց Ռուբինյանն է, նախագահության 3 պատգամավորներն են կամ փոխնախագահներն են Ռուբինյանից բացի։ Տեր եղեք ձեր լեզվին եւ հսկեք, որպեսզի ուրեմն պատգամավորները խոսեն գրական հայերենով։ Ամեն անգամ, երբ կօգտագործեն սենց բան հնարավոր կամ խի բան, 2, 3, 4, քանի խմբակցություն կա, բոլոր 105 պատգամավորներին է վերաբերվում բացառությամբ 2-3 հոգու։ Վարչապետին է վերաբերվում բնականաբար։ Բոլոր նրանց, ովքեր ազգային ժողովում ու կառավարության նիստերում ելույթ են ունենում, պիտի խոսեն գրական հայերենով։ Գրական հայերեն։ Եվ այդպես ավելի ճիշտ է։ Եվրամիության, որ երկրում ասենց բան հնարավոր։ Իմ կարծիքով ոչ մի։ Պահեք ձեր կարծիքը եւ դուք կարծիք հայտնեք Մագադանից մինչև ուր ասեմ, մինչև Պսկով կոնե, էլի, Բրյանսկ։ Այդ տիրույթի մասին կարծիք հայտնեք։ Ուրեմն հույս ունենք, որ թարգելու են արդեն երեխեքի արկայությունը, կապել երեխաների արկայությունը ձերբակալությունների կամ խուզարկությունների հետ։
Սերժիկ Սարգսյանը, Հայաստանի երրորդ նախագահը, սրբերից էլի մեկը, մեղադրանք է ներկայացվել ուշադրություն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Իմացար, սա ճոխ հոդված է, սրա մեջ ինչ ասեք կարող է տեղավորվել, մի քանի գործերով էլ է մարդը մեղադրյալ, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Գնաց մի 15 տարի, եթե գնաց։ Եթե պարոն Փաշինյանը հաջողի սահմանադրություն փոխել, հետո անցնեն տարիներ, դատավորներ փոխի, եթե չէ, ոչ մի բան էլ չի լինելու։ Այս նույն գործով ձերբակալվել է ուրեմն Սեդրակ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլն։ Հասկանալի է, չէ՞։ Անդրանիկ Մարգարյան, Կակիկ Բեգլարյան, Այգեձոր Սպեյտը, Արամայիս Որսկանյան եւ այլն։ Բայց Սերժ Սարգսյանի դեպքում վերաբերմունքը եղել է ավելի մեղմ։ Նա ոչ թե ձերբակալվել տարվել է, այլ հրավիրվել է։ Իր ոտով քացով մարդը մտել է հակակոռուպցիոն կոմիտե, Վաղարշան փողոց Կոմիտասի եւ Քոչարի արանքում այդ ցախ կողմի շատ խորհրդավոր հրաշափառ շենքն է, այդտեղ ինձ մի քանի անգամ հարցաքննել մեղադրանք են ներկայացրել եւ այլն։ Հետո չկմեղանում էին, էլի։ Հա, իրենց սրբի տեղ էին դրել։ Ուրեմն կասկածների հետ կապված այսօր ամբողջ օրը երեկել պատտվում էր այն միտքը, թե կարող է պատահի իշխանությունից հրաժարվելիս Սերժիկ Սարգսյանը երաշխիքներ է ստացել Նիկոլ Փաշինյանից, որ իր հետ կվարվեն բացառիկ հարգալից կերպով եւ եթե նույնիսկ ինչ-որ բաներ լինեն, մի խոսքով ինքը չի նստելու։ Եթե դուք հիշում եք, Քոչարյան Ռոբերտը նստել է, ամիսներով է նստել, Իզմիրլյան եւ այլն։ Գնալ-գալ, ես էլ են անեկդոտն էի հիշել հրշեջներին կանչելու էջումը ստրած է կնայեք, եթե չեք նայել Facebook-յան էջում է։ Հա, իսկ Սերժիկ Սարգսյանը չնայած այս եղած բաբաթին, բավականին բաբաթին 1 միլիոն դոլարի ներողություն 1 միլիոն եվրոյի չարաշահման կամ յուրացման գործով դիզվարելիք քնելու գյուղատնտեսության համար, որ ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանը ուղղորդել էր մրցույթի արդյունքները, ինչ որ մեկը 1 միլիոն եվրոյի չափով էժան 550 միլիոն դրամ, այն ժամանակվա փոխարժեքով էժան էր առաջարկել դիզվարելիքը գյուղատնտեսության աջակցության համար, ըստ մեղադրանքի այս սուրբը Սերժ Սարգսյանը, Սերժիկ Սարգսյանը, ինչպես կուզեք, բաներ արել, ուղղորդել էր դեպի իր մերձավորը, թե ոչ, դե լավ, նրանից կնեք, սրանից չեք գնում, այդքան էժան արժե, որ գնում եք, ավելի լավ է թանկով կնեք։ Այսինքն շատ կոնկրետ պետական բյուջեին վնաս էր հասցվել 550 միլիոն դրամի չափով։ Իսկ դա փող է։ Իսկ այն ժամանակվա փողը որևէ մեկով նույնիսկ մի թեթև գործ է ունեցել բանկային տոկոսների վարկերի կամ ավանդների հետ, կկռահի, որ փողը տարեկան 10%-ով տնելու դեպքում 10 տարի հետո այդ փողը կավելանա 130-140%-ով։ Այսինքն այն ժամանակվա, եթե այդ վնասը չհասցվեր պետությանը, այդ 1 միլիոն եվրոն հիմա կարելի կլիներ, եթե կուրսը փոխարժեքը նույնը մնացած լիներ, այդ 550 միլիոնը դրամով ասեմ, դառած կլիներ մոտավորապես 1 միլիարդ 300 միլիոն դրամ։ 550 միլիոն դրամը դառած կլիներ, այո, 1 միլիարդ 300 միլիոն 200 միլիոն դրամ, այդ 100 միլիոնն էլ ինձնից ձեզ։ Իսկ ինչ կարելի էր անել 15 տարի կամ 10 տարի առաջ 1 միլիոն եվրոյով, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար։ Թողնում եմ ձեր հայեցողությանը։ Այս մեղադրանքը ներկայացվել էր Սերժիկ Սարգսյանը, այդ ժամանակ էլ չի նստել, երեք էլ չի նստելու կասկածներ են հայտնում մեր քաղաքացիները կամ սփյուռքահայությունը, թե ուրեմն ստեղ մի բան կա, ինչի է այս մարդուն չեն ձերբակալում, հրավիրում են։ Քոչարյանին ինչի չեն հրավիրում, ձերբակալում են։ Տարօրինակ է իսկապես այս դրվագը, ինչ երաշխիք ունի ձերբակալողը կամ հակակոռուպցիոն կոմիտե հրավիրողը, որ մեկի դեպքում կարող է հրավիրեն եւ չգնա, եւ հաստատ կգնա, մյուսի դեպքում ձերբակալում են, որովհետեւ իբր թե գիտեն, որ եթե հրավիրեն չի գնա։ Երևի կգնար Քոչարյանը, չեք կարծում, որ այդպես է։
ու շագրավ բան էլ կար սրա հետ կապված, որ Քոչարյանները նախապես տեղեկացված են եղել իրավապահների այցելության մասին, հենց երեք առավոտ գնացել են խուզարկելու, պաստառ-մաստառ է եղել կախած, որ ողջունում են ԱԱՑ-ին, էսկոմ ենկոմ։ Եվ падգամավորներից մեկը Չախոյանը, եթե չեմ սխալվում, քաղաքացիական պայմանագրից այսօրվա իր ելույթում ասում է, որ փաստորեն իրավապահ համակարգից արտահոս կա։ Իմացել եք, որ կալու են։ Իր եզրափակիչ ելույթում, եզրափակիչի նկատի ունեմ Փաշինյանի այն ելույթը, որը եղավ 1 ժամից ավելի, եթե չեմ սխալվում, երբ հնչեցին բոլոր ուրեմն հարցերը, պատասխանները, կարծիքները կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի մասին, դրանից հետո օրենքով, կարգով նախատեսվում է, որ վարչապետը պիտի եզրափակիչ ելույթ ունենա, անդրադառնա բոլոր հարցերին, մտքերին, բաց թողած գաղափարներին, եւ ահա դրա մեջ ասաց, որ իսկապես մի ամիտեք կարծելու համար, թե ես երեք ասել եմ ու այսօր գնացել, ուրեմն խուզարկել բռնել են, երեկվա ասելով չէ, ես դա ասել եմ հունիսի 5-ին ընտրություններից 1 օր առաջ կամ քարոզարշավի վերջին օրը հանրապետության հրապարակում։ Ես դա ասել եմ հրահրելով կամ առաջարկելով մարդկանց, եթե կողմ են դորակարգին, կողմ քվեարկեն, եթե չէ, ես էլ եմ համարում, որ այնպես չէ, էլի, որ 3 չառաջ օրը պիտի Փաշինյանը ասեր կզցնելու եմ եւ 3 գնային սկսեին զբաղվել դրա իրավական կողմով։ Հույս ունենք, ակնկալում ենք, որ այդ բառակապակցությունը օգտագործվել է, բառը օգտագործվել է փոխաբերական, քաղաքական կամ իրավաքաղաքական իմաստով, բայց թե դա էլ անելու բան չէ, որովհետև այնուամենայնիվ դա ոչ միայն քաղաքացիական պայմանագրի падգամավորների վարքականոնում է տեղավորվում, ոչ էլ ազգային ժողովում հնչելիք բառերի թույլատրելի ցանկում։ Դե վարչապետին էլ ի պաշտոնե չի կարող ազգային ժողովի նախագահ դիտողություն անել, հետաքրքիր է, էլի, օրինակ այդ բառը եթե օգտագործի ընդդիմությունից որևէ մեկը ԿՊ-ի սիրած ընդդիմությունից, արդյոք նկատողության կարժանանա, եթե արդեն չի արժանացել, գուցե եղել է նման դեպք, ես բաց եմ թողել, ես ճանում եմ հետևել ամբողջությամբ, ասել եմ այս մասին հարգելի հայրենակիցներ, այնպես որ ինձ սեփական ծով է հասնում։ Կոտորի ծովածոցով ես շատ գոհ ու շնորհակալ կլինեի, բայց տեսնենք հələ Մոնտենեգրոն ինչպես կվարվի այդ ծովածոցը տնօրինելու հարցով, սա մչայլոց, եթե կուզեք իմանալ։ Ներողություն եմ խնդրում լրագրողներից, իմ լրագրող ընկերներից իհարկե, որոնք օրվա ընթացքում 3-4 բարբերաբար զանգում են, չեմ հասցնում բոլոր զանգերին պատասխանել, հազար ներողություն։ Անցնենք առաջ, ուրեմն սրա հետ կապված զարգացումներ լինելու են, հիմա սրա քաղաքական մասին կանք։ Ըստ էության Փաշինյանի 3 չառաջ օրվա եւ երեկվա հայտարարությունները նախկինների Քոչարյանների անօրինական հարստություն դիզազ լինելու, որտեղից ցեզ այդ միլիոնները հələ բացատրեք, Երևանը հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից ձերն է, Կապուտակ Սևանից երևի տեղյակ չէր, Կապուտակ Սևան անցած կլինեք Սևանի ափով, դա այն պոպուլյար ռապը չէ։ Պոպուլյար ռապը Երևանից դեպի Թերակղզի եւ դեպի Աչ է մի քիչ։ Ոչ պոպուլյար, ոչ այնքան շատերը չեն ուզում հեռանալ դեպի այն կողմ, դեպի արևելյան ափ, Արեգունու Լեռնաշխթայի փեշերը, այդտեղ մոտավորապես Վարդենիսի Խաչմերուկից մոտավորապես 5 կիլոմետր ափով գնալիս Աչի վրա Կապուտակ Սևանն է, որը շատ վաղուց շատերը խոսում էին, որ բանն է, Քոչարյանենցն է, դե մարդկա հավատում էր, մարդկա չէր հավատում եւ այլն, գիտեք, ես ունեմ մի պասիոնար մոլուցք, պասիոնար բառը չբացատրեմ, մուտը կգնի, բան չանել, չօգտվել այն բիզնեսներից, որոնք հետապնդվում են որպես ապօրինի գույք, եթե ես տեղյակ եմ, որ դրանք հետապնդվում են որպես ապօրինի գույք կամ տեղյակ եմ, որ դրանք ապօրինի են, հալալ քրտինքով ձեռք բերած չեն, ես իհարկե դրանով արժանանում եմ ոչ միայն բազմաթիվ անծանոթ մարդկանց, այլև իմ որոշ ընկերների հանդիմանանքին, թե բա ինչ անենք, այ մարդը հյուրանոցն է, Բայց ինտեղ կոնֆերանսը լինի, կա չգիտեմ, ինչու ասում եմ, չեմ գալիս էլի աղբորպես գնացեք հարստացրեք ինչքան ուզում եք։ Ես միշտ մերժել եմ այդ տեսակ տարածքներում, երբ պարզ է եղել, որ դա ապօրինի է։
կամ հետապնդվում է որպես ապօրինի։ Կոնֆերանսներ, միջազգային կազմակերպությունների հրավերներ, տեսպանների հրավերներ, դրսից եկած նախարարների հրավերներ, միջազգային շատ խոշոր կազմակերպությունների հրավերներ ներող կլինեք հարգելի գործընկերներ, ընկերներ, տեսպաններ, չգիտեմ ինչեր, մյուսներ, չեմ կարող ես ինձ դա թույլ տալ։ Կան դեպքեր, երբ անայլընտրանք դեպք է, կարող են լինել մոնոպոլիստներ, ասենք գնացել մնացել ես եսին որ ճանդամը, այդ բենզալցակայանը գիտես որ տերը, սեփականատերը հետապնդվում է, ինչ որ ուրեմն ապօրինի գույքի, յուրացման, կաշառքի բանի հնար չկա։ Այո, այդ տեսակ դեպքերում իսկապես հնար չկա, ստիպված եմ եղել եւ ստիպված եմ օգտվել։ Բայց այն բոլոր դեպքերում, երբ կարելի է այլընտրանքներ գտնել, այդ այլընտրանքներից ես օգտվում եմ։ Այսով ուզում եմ հիշեցնել բոլոր նրանց, որ երեկվա հրապարակված ցանկի մեջ, այնտեղ Play-City կար, այնտեղ չգիտեմ ինչ կար, եւ այլն, լիքը բաներ կան, այնպես որ ձեր կամքն է։ Կարելի է աչք փակելի պես չգիտենք, ախր ուրիշ ուր գնանք, ախր դա մոդիկ է, ախր դա էժան է, ախր դա չգիտեմ ինչ է։ Play-City-ի համար չեմ ասում, լիքը տարբեր զարմանազան օբյեկտների մասին եմ ասում։ Դուք ձեր աղա քեֆա հարգելի հայրենակիցներ, բայց այդտեղ մի առանձնահատուկ խումբ են նրանք, որոնք պետական պաշտոնյաներ են, մարդու իրավունքների պաշտպան, վարչապետ, նախարարներ, տոտատախազություն, իմանալով որ այսինչ գույքը հետապնդվում է որպես ապօրինի գույք, որ պիտի վերադարձվի, դեռ չի վերադարձվել, ասենք թե ելնում քնում են այնտեղ մասնակցում են ինչ-ինչ կոնֆերանսների, ես պարբերաբար այս մասին խոսում եմ, падգամավորներ, ելտուսուս падգամավորներ։ Ու այդ արանքը ուզում են որ մենք հավատանք, որ պետությունը իսկապես հետապնդում է ապօրինի գույքը, թե չաղացնում է ապօրինի գույքը ձեռի հետ։ Լավ էլի ինչ տարբերություն, եկուց կվերցնենք դառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Չաղացրեք ինչպես կամենաք։ Այս հատվածը ես հիշեցի եւ մեջբերեցի այն առումով, որ տեղյակ լինեք, որ երեք հրապարակվել է այդպիսի գույքի կաշառք, պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորություններ անցնել եւ այլն, նոր գույքերի ցանկ է հրապարակվել, այնպես որ ազատ եք օգտվել, չօգտվել եւ այլն։ Սա նույնպես